ուզում տալիս Նյոտ կապի հասկանալ հարմանը Բարև ձեզ հարգելի լրագրողներ, շնորհավորում եմ բոլորիդ հանրապետության օրվա առիթով առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին Պարոն վարչապետ, 3 առաջ օրը նախաստորագրվեց թրիփի հետ իրագործման հետ կապված պայմանագիրը, հասկանալի է, որ սա ընդհանուր առմամբ խաղաղության գործընթացի շրջանակներում է տեղ ունենում, այդուհանդերձ, եթե թրիփի իրագործումը ավելի շուտ միակողմանի խզեր գազի վերաբերյալ պայմանագիրը այս դեպքում ինչպիսի քայլերի կրկնի Հայաստանը եւ ինչ այլընտրանքներ կան այս առումով Նախ թրիփ նախագիծը ուղիղ փոխկապակցվածություն խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ ավելացված նույնիսկ չունի, որտեղ արդեն ասացի, որ Այսինքն դուք ասացիք, որ առանձին համաձայնագիր է ստորագրվում եւ այդ համաձայնագիրը կիրականացվի։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, մեր ռազմավարությունը մնում է նույնը, մենք Ռուսաստանի գործընկերների հետ հանգիստ առանձնյարդի համբերատար կաշխատենք եւ բոլոր խնդիրները կլուծենք։ Պարոն վարչապետ, օրերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, եթե իրենից հաղթանակը գողանան, ինքը պատրաստ է գնալ հեղափոխության, նաև տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը ինքնահռչակ վարչապետի օրակարգ է ձևավորել, ճակերտավոր կառավարության նիստեր է անում, ամենատարբեր օրենքներ են ընդունում, նախ ինչպես հասկանալ այս քայլերը, ինչ հող են նախապատրաստում, հակակոռուպցիոնի ձայնագրություններից մեկում էլ հիշեցնեմ, ասվում է այն մասին, որ անգամ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, մենք գնալու ենք իրենց բառերով ասած պերևարոտի եւ հետո երկրորդ հարցս նրա մասին է, որ ավելի վաղ հայտարարել եք, որ մտավախություն ունեք օլիգարխ Սամվել Կարապետյանը մինչեւ տարվա վերջ դառնա բոմժ Օրերս Սամվել Կարապետյանը Factor TV լրագրողին ասաց, որ չի պատրաստվում պատասխանել նրա հարցերին, որովհետև կարծում է դուք նրա հետ փայ եք մտել, որովհետև ասում է ամեն անգամ ձեր հարցերին պատասխանելով վարչապետը ինձ դատի է տալիս եւ մեծ գումարներ կրում, ինչպես հասկանալ նաեւ այս հայտարարությունները, արդյոք կարող ենք ենթադրել, որ պարզունակ ստեր է ասում Սամվել Կարապետյանը եւ վախենում դատարանում դրա պատասխանատվությունը կրել։ Իդեպ ասեմ, որ եւս մի դատական հայց եմ ներկայացնելու հեղինակը կամ կուսակցություններ կամ ով եթե անձն է անձը, որովհետև երեկվա Արմենիա հեռուստաընկերության տված հարցազրույցից հետո նրանք հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300,000 ադրբեջանցի է վերադառնալու կամ գալու բնակեցնելու Հայաստան։ Ես այդ կապակցությամբ երրորդ հայցը կներկայացնեմ եւ կարծում եմ այս անգամ արդեն գործ ունենք հրապարակային հարցազրույցի հետ, առավել եւս ակնհայտ է, որ երրորդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը, եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է իր բանի հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են, ինչ վերաբերվում է պերևարոտին, Հայաստանը իր ապահ եւ ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության ընտրություններում կարող է հաղթել, ես այդ դրա վերաբերյալ ճիշտ ասած անիմաստ եմ հայտարարում, անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն ասել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Վարչապետ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի եւ նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս վերջին հայտարարության ֆոնին
ինչպես կգնահատեիք Հայաստան ԱՄՆ հարաբերությունների նոր փուլի մեկնարկի տեսանկյունից այդ այցը եւ ԱՄՆ նախագահի հայտարարությունը եւ երկրորդ հարցը Մարկո Ռուբիոյի այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի կետերից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը կմանրամասնեիք թե դա իրենից ինչ է ենթադրում։ Հանքարդյունաբերության ոլորտը վերջին տասնամյակներում էականորեն փոխվել է եւ ինչպես գիտեք արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվադեպ միներալները եւ այստեղ մի շատ կարեւոր ծրագիր կա, որը մենք Միացյալ Նահանգների հետ պիտի իրականացնենք, դա Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան, որովհետեւ կան միներալներ, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն բացի գիտականից չեն ներկայացրել, իսկ այսօր նրանք էական նշանակություն ունեն տնտեսության եւ արտադրության եւ արդյունաբերության մեջ, արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար եւ նաեւ եթե նկատել եք հուշագրում խոսվում է Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, որովհետեւ նաեւ հիմա ընդերքը միշտ չի, որ հորատումով են հետազոտում, տիեզերական արդեն տեխնոլոգիաներ կան, որ երկրի սկանավորմամբ նաև որոշակի ավելի կոնկրետ տեղեր են տեղորոշվում։ Ես նկատի ունեմ ըստ էության Միացյալ Նահանգների հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ, որովհետև եթե նույնիսկ տվյալներ կան նախկինում ինչ որ նախնական տվյալներ կան, դրանք չեն հետազոտվել, որովհետև ելի եմ ասում որոշ նյութեր, հանքանյութեր, որոշ միներալներ 50 տարի առաջ իրենք արտադրական հետաքրքրություն չեն ներկայացրել։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին, տեսնում եք ինչ է տեղի ունենում հրապարակային, բայց ես ուզում եմ նաև, քանի որ ենթադրում եմ նախորդ հարցերի եւ հետագա հարցերի հետ կապված, մեր ռազմավարությունը հետեւյալն է, ընդհանրապես մենք այսուհետև երբեք որևէ հարցում առանց այլընտրանքի չենք մնալու, երբեք եւ որևէ հարցում չի լինելու որևէ հարց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա այլընտրանք եւ կարծում եմ այսօրվա զորահանդես հաշվետվությունն դրա վառ ապացույցներ, որովհետեւ ինչպես առիթ ունեցա ասելու 7 տարբեր երկրների արտադրություններ ցուցադրված, սա նշանակում է, որ մենք նաեւ դիվերսիֆիկացնում ենք մեր բոլոր հարաբերությունները եւ ել չեմ ասում էներգետիկ ոլորտում ես կառավարությունում մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանը էներգետիկ անկախ երկիր լինելու հնարավորություն ունի, որովհետև այն արևային ռեսուրսները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, դա մեզ անսահմանափակ հնարավորություն է տալիս։ Եվրամիության հետ մեր առաջիկա համագործակցության կարևոր ուղղություններից մեկը լինելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Դուք գիտեք նաև, որ միջուկային էներգետիկայի ոլորտում մենք ակտիվ բանակցությունների մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ սպասում ենք լավագույն առաջարկին կամ ընտրում ենք լավագույն առաջարկը, եթե լավագույնը կլինի ռուսական առաջարկը, մենք ռուս գործընկերների հետ մոդուլյար ատոմական կկառուցենք, եթե ամերիկայի գործընկերների հետ, եթե չինականը Չինաստանի, եթե կորեականը Կորեայի, եթե ֆրանսիականը Ֆրանսիայի եւ այդպես շարունակ, բայց մեր ռազմավարությունը հետեւյալն է, որևէ հարց պետքա չունենանք, որտեղ մենք այլընտրանք կամ նույնիսկ այլընտրանքներ չունենանք եւ հետեւաբար այս ճանապարհով մենք գնալու ենք, որովհետեւ նաեւ ելի ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, եթե օրինակ որևէ հարցում մենք ելի այդ նույն տրամաբանությամբ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ որևէ հարցում, որովհետեւ եթե այդ կախվածությունը քչերից է, կլինի դա ներմուծման շուկա, արտանման շուկա, որևէ համագործակցություն, դա մի X պահի միշտ էլ կարող է չաշխատել կամ օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ կամ Հայաստանի Հանրապետության ճկունությունները սահմանափակելու ուղղությամբ եւ մենք պետք է գնանք այդ ուղղությամբ, միևնույն ժամանակ զարգացնելով միջև հնարավոր վերջին կետը
Եվրասիական տնտեսական միությունում մեր համագործակցությունը, այդ թվում մեր լծակները Եվրասիական տնտեսական միությունում օգտագործելով Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Շնորհակալություն Սպուտնիկ Արմենիա։ Պարոն Փաշինյան, իմ հարցը կրկին վերաբերում է ԵԱՏՄ-ին, ճիշտ է դուք հայտարարել եք, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ կազմից եւ նաեւ նշել եք, որ նաեւ ժողովուրդն է որոշելու մնալ ԵԱՏՄ-ում թե գնալ Եվրամիություն։ Նաեւ վերջերս որոշ տվյալներ են հրապարակվել առևտրաշրջանառության հետ կապված ԵԱՏՄ-ի, ըստ որի եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ կազմից, ապա շուրջ 40% առևտրաշրջանառության անկում կլինի։ Հիմա նաև այս համատեքստում եթե հաշվի չառնենք նաև գազի թանկացման, գազի գնի թանկացման հետ կապված հայտարարությունները։ Հիմա հարցը հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի հստակ պլաններ եւ նաև հստակ արդեն նախանշել է կոնկրետ ինչ ապրանքներ, ինչ ապրանքախումբ է նախատեսում արտահանել Եվրամիություն եւ արդյոք նաև հաշվարկվել են այն ռիսկերը կապված այդ ժամանակահատվածի հետ կապված, որը քանի որ բավականին երկար ճանապարհ է սպասվելու մեր ապրանքներին եւ նաեւ ինչ ռիսկեր են ընդհանրապես այստեղ նախատեսել եւ արդյոք գնահատական եղել է, կարող ենք մենք հաղթահարել այդ ռիսկերը։ Գիտեք, ձեր հարցի մեջ մի քանի անգամ եթե կար, եթե։ Յարոսլավ Հաշեկի հայտնի հերոս ասում է, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Այսինքն մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել եւ մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է արտահանմանը եւ ներմուծմանը, այս դեպքում էլ մենք դիվերսիֆիկացնում ենք եւ դա նոր չի սկսել։ Եվ տարբեր ուղղություններով, եթե դուք տեսնեք մեր վիճակագրությանը հետևեք, կտեսնեք, որ մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհանուր կրկնապատկվել են։ Եվ նաև ես շատ ուրախ եմ, որ Ախալքալակ-Կարս երկաթուղին է բացվել Հայաստանի արտահանումների համար եւ նաև առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու, հանդիպելու այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաները ուսումնասիրելու, մենք արդեն միջազգային գործընկերներից ունենք այդ հրավերները, բացի այդ մենք ընդ որում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չի։ Որովհետև եթե դուք մի տեսնեք Հայաստանի եւ Ղազախստանի առևտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է եւ ի վերջո երկաթուղու բացման Ադրբեջանի միջով Հայաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել։ Ուզում եմ հիշեցնեմ, որ երկաթուղին ըստ էության առաջին անգամ բացվեց, երբ որ մենք նաև Ղազախստանից հացահատիկ ներմուծելու գործարք կնքեցինք, իհարկե ռուսական հացահատիկը հանգամանքների բերումով ավելի շուտ եկավ, բայց նկատի ունեմ ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ ենք տեսնում եւ ելի ասում եմ մենք առանց նյարդի գործընկերային հանդարտ աշխատելու ենք եւ բոլոր հարցերը լուծենք։ Ես ձեզ կարող եմ մի բան ասել, որ Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Ընդհակառակը հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ։ Այդ հնարավորությունների անկյունակարը եւ առածքը TRIP նախագիծն է, եթե դուք այսօր առավոտյան տեսել եք նախագահ Թրամփի գրառումը, դուք նկատած կլինեիք, որ արևելք-արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին TRIP նախագիծը գոնե Միացյալ Նահանգների տեսլականով եւ տրամաբանությամբ ունի առանցքային նշանակություն։ Իսկ Միացյալ Նահանգները էներգակիրների ամենամեծ սպառողներից է աշխարհում եւ միայն այդ տրանզիտի հնարավորությունները լիուլի բավարար են Հայաստանի բոլոր կարիքները հոգալու համար։ Էլ չեմ ասում, մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ իհեճուկս բոլոր դժվարությունների եւ խնդիրների այս ընթացքում վստահաբար ասում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետեւ մենք մեր պայմանավորվածություններին եւ մեր պատկերացումներին համապատասխան ենք գործել, միևնույն ժամանակ կարողանալով ի վիճակի լինելով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դա տեղի ունենում մի բանի շնորհիվ։ Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ եւ ուղիղ անկեղծ
մեր դիրքորոշումներ ներկայացնում ենք եւ շնորհակալ ենք նաեւ նրանց, որ ըմբռնումով են վերաբերվում մեր առանձնահատկություններին եւ սոցիալ-հոգեբանական եւ մենթալիտետային առանձնահատկություններին եւ պատմական առանձնահատկություններին։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, իսկապես զորահանդեսը տպավորիչ էր։ Մենք տեսանք 2022 թվականից հետո ձեռք բերված զինտեխնիկան։ Այս համատեքստում կարող ենք փաստել, որ եթե 2026 թվականի համապետական ընտրությունների արդյունքում, օրինակ, դուք չընտրվեք վարչապետ, ինչը ժողովրդավարական երկրին բնորոշ հատկություն է, օրինակ մենք այս զինտեխնիկայով կարող ենք ջախջախել Ադրբեջանին, եթե իհարկե Ալիևը որոշի հարձակվել, եւ այս զորահանդեսը կազմակերպվել էր մի իրողությունների պայմաններում, երբ մենք Բաքվում ունենք պատանդարված հայեր եւ այդ համատեքստում Ռուբեն Վարդանյանը հայտարարություն էր տարածել, եթե չեք լսել, մեջբերեմ, նա նշել էր, որ անբարո է վերընշվածի համատեքստում զորահանդես իրականացնելը եւ նաեւ ինչպես կմեկնաբանեք սա, նաեւ այն համատեքստում, որ մենք ունենք օկուպացված տարածքներ եւ դրանց վերաբերյալ համենայն դեպս մինչեւ այս պահը Բաքվից որևէ դրական արձագանք չկա եւ ինչպես դուք ձեր խոսքում քիչ առաջ հիշատակեցիք, Դոնալդ Թրամփը ձեզ իր ամբողջական աջակցությունն է հայտնել, եթե օրինակ Ռուսաստանը եւ Իրանը բացահայտ աջակցություն հայտնեին ընդդիմության որևէ ներկայացուցիչի, դուք սա չէիք դիտարկի որպես մեր ներքին կյանքին միջամտություն։ Մեր ընդդիմությունը առանց այն էլ գնահատում է ինչ ուզում է եւ ոնց ուզում է եւ ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը դա է։ Բաքվում անազատության մեջ պահող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետեւ պարզ չեն թե նրանք ինչ պայմաններում, ինչ պայմանով եւ ինչ հանգամանքներում են անում հայտարարություններ, մանավանդ որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու համար եւ ինչպես իմ ելույթում ես ասացի, որ բանակի կերպափոխումը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության մասին։ Մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, մենք խնդիր ենք դնում Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, իսկ Հայաստանի տարածքների հարցը բազմիցս ասել եմ, որ կլուծվի սահմանազատման արդյունքներով։ Շնորհակալություն, Շան։ Դարձյալ զորահանդեսի մասին, պարոն վարչապետ, այսօր հրապարակում խոսեցիք բանակի կերպափոխումից, զինտեխնիկայի մատակարարումից, դիվերսիֆիկացիայից, հայկական ռազմավարության զարգացումից, նույնիսկ միջազգային շուկա դուրս գալու առաջին քայլերից, այս ամենի ֆոնին առաջիկա 5-ից 10 տարիների ինչպիսի Հայաստան եք պատկերացնում բանակի անվտանգության եւ տեխնոլոգիական կարողությունների տեսանկյունից եւ կարող է հայկական ռազմավարությունը դառնալ ոչ միայն պաշտպանության, այլև երկրի տնտեսության ու պետական ազդեցության շարժիչ ուղղություններից մեկը։ Շնորհակալություն։ Դա հիմա տեղի ունենում, բայց ես էլի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այդ համատեքստից ոչ միայն կտրված չէ, այլև շատ էական նշանակություն ունի գիտության ֆինանսավորման շուրջ 2.7-2.8 անգամ ֆինանսավորման ավելացումը 2017 թվականի համեմատությամբ 2021-ից ընդ որում եւ մենք գիտության ոլորտում 100-ից 300% աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել գիտության ոլորտը գրավիչ է երիտասարդ գիտնականների համար եւ հայկական արտադրության նմուշները, որ դուք տեսնում եք, իհարկե տեսական եւ պրակտիկ մակարդակում շատ էական է այդտեղ հայաստանցի գիտնականների ներդրումը, ովքեր այդ տեխնոլոգիաները մշակում են, իհարկե նաեւ մասնավոր ներդրողների եւ մենք չենք խոսել դրա մասին։ Գիտեք, ես գործարանների բացումների եմ գնացել, մի քանի այցեր եմ ունեցել գործարաններ, բայց մենք մեր ռազմավարությունաբերական այդ այցերից ոչ մեկը չի լուսաբանվել, որովհետեւ մեր խնդիրը եղել է ստեղծել պայմաններ, որպեսզի համակարգը կայանա, համակարգը կայանում է եւ այսօր ամենամեծ ուրախությունն է, ինչի մասին մենք չենք կարող բաց խոսել, զարգացած երկրները պայմանագիր են կնքում, ընդ որում բազմամիլիոն դոլարի պայմանագրեր են կնքում արդեն իսկ մեր ռազմավարությունաբերական համալիրի հետ։ Մենք գիտական մեծ պոտենցիալ ունենք եւ գիտության մեջ մեծ ավանդույթներ ունենք եւ ամենակարևոր սա է, որովհետեւ այնուամենայնիվ արտադրությունը էլի շատ կարևոր եւ բարդ գործ է, բայց եթե բովանդակային հենքը դրա չկա, շատ դժվար կլինի դա ապահովել
եւ ուրախ եմ, որ մենք հասել ենք այս կետի եւ 5 տարի հետո, 10 տարի հետո պատկերացնում եմ ուղիղ այդպիսին, ինչպիսին այսօր, այսինքն բանակի պաշտպանունակությունը շարունակաբար մեծացնող այն տարբերությամբ, որ 5 տարի հետո ոչ թե պատկերացնում եմ, այլ վստահ եմ, որ հայաստանյան արտադրության, եթե օրինակ զորահանդես անելու առիթ լինի, հայկական արտադրության ռազմական տեխնիկայի տեսականին շատ ավելի լայն կլինի։ Իդեպ հիմա արդեն ընթանում են որոշ գործընթացներ, արտադրություններ են ստեղծվում, որովհետև նաև տեխնիկայի, ռազմական տեխնիկայի ձեռքբերման հետ զուգահեռ որոշակի ինֆրաստրուկտուրա այդտեղ դրանց երկարաժամկետ սպասարկման համար, ել չեմ ասում որոշ նմուշներ մենք, որոնք այսօր արդեն մշակված են, մենք այսօր ուղղակի չենք ցուցադրել, այդ թվում են պատճառով, որ այնուամենայնիվ զորահանդեսը պետք է ինչ-որ տրամաբանական ժամանակում սահմանափակվի եւ չենք կարող, ասենք, 2 ժամից ավելի մարդկանց հրապարակում արևի տակ պահել։ Քանի որ Սամվել Կարապետյանը արդեն հայտարարել է, որ հաջորդ կառավարության նիստը հունիսի 7-ից հետո ինքն է վարելու, հնարավոր է ձևաչափով մենք վերջին անգամ ենք հանդիպումով իմանա, համար 2 հարց ավետամ։ Նախ չասացիք, ի վերջո Թրամփի, դրանից առաջ Մակրոնի բացահայտ աջակցությունը ձեզ արդյոք մեր ներքին գործերի միջամտություն չէ, եւ եթե նույնը ընդդիմության մասով լիներ, գործընկերս էլ հարցրեց, դուք ինչ գնահատական կտայիք։ Երկրորդը դուք տենց որ ոտքի վրա հիմա հայտարարում եք օրինակ Ծառուկյանի մասով, որ շպիոնը դավաճան է, հետո տներն եք խլելու եւ այլն, Ծառուկյանը ասել է, որ եթե չապացուցի, որ ես շպիոն եմ, դավաճան եմ, կգնա ինքնասպան կլինի, իսկ եթե չապացուցեք, ապա ձեզ հրավիրում է իր առյուծների վանդական, որում որց առյուծների դուք պատասխանում եք ինքնակամ գնալ զուտ բարոյական պատասխանատվությունից ելնելով։ Եվ երրորդ հարցը, Քարոզ Արշավը մոտենում է ավարտին, ես դեռ չեմ կողմնորոշվելու եմ ընտրելու եւ հիշում եմ, որ դուք մի քանի նիստ ինձ համոզում եք, որ ես դες ընտրեմ, քանի որ դեռ չեմ կողմնորոշվել, հիմա ուզում եմ դուք էլ ինձ փորձեք համոզել, տեսեք, երբ որ ես ուղղակի մի երկու բան կա, ես ձեր առածները տեսնում եմ, որ դուք բազմաթիվ լավ բաներ արել եք, այսօրվա շքերթն էլ վատը չէր, որ ինչա օրինակ նախկինները չեն արել, բայց երբ որ իմ շրջապատում օրինակ ասում են, ոնց դու Նիկոլին ես ցեն տալու, ասում եմ, թե չէ, մտածում եմ էլի, իրենքից մեղադրում են կներեք ուղիղ բառացի մեջ բերեմ չվիրավորվեք իրենց բառերն են, ձեր ելույթներից ելնելով, ասում են, ոնց կարող ես այդ մարդուն ձեն տալ, դու դրա ելույթները տեսել ես, այդ ոնց է խոսում մարդկանց հետ, գիժա, հիստերիկա, շիզոֆրենիկա, ճիշտ է, նախկիններն էլ ասում են թալանչի, մարդասպան, գող, ավազակ, հիմա ձեզ էլ տենց անուններ են տալիս, այն դավաճան, հողատու մնացածն չասեմ այս տարիների խոսույթը, ու ասում եմ, լավ, մենք ունենալու ենք մի երկիր ղեկավար, որին անուն չկպցնեն, որով հպարտանանք, որին չամաչենք այդ մարդու կերպարից։ Երկրորդ բանը, որ ինձ այտենց կաշկանդում է, հա, վերջին ես ասեմ, երկրորդ հանգամանքը, որ կաշկանդում է, այն է, որ ես, երբ որ դուք գնում եք մարդկանց հետ շփվելու, շատերը ձեզ իսկապես շատ սիրում են, բայց այդ ինչ կոնտինգենտ է ձեզ համակրում։ Տարիքով տղամարդը ձեզ մոտենում, ասում եք, մի հատ պրոշտի անենք, լավա չարեցիք, իդեպ շատ լավ էր։ Այն զոհվածի մայրը մոտենում ձեզ ասում է, երեխաներս 2 տղաուներ ձեր օրոք են զոհվել, բայց ես ձեր շնորհակալ եմ։ Կամ այն վերջին նախադասությունը, կամ այն բլոգերներ, ովքեր են ձեզ աջակցում, ասենք, չգիտեմ, թու լավ է, Գյորգ X, Արդիշոպի հովո, ինչ-որ արվամոլ բաներ, բլոգեր, մատուցողներ, ու ես մտածում եմ, լավ, եթե ես գնամ ձեզ բոլոր լավ արածների համատեսում, ձեզ ձայն տամ, ես էլ եմ այդ նույն որակի մարդկանց հետ նույն շարքին դասվելու, ես էլ ձեզ ձայն տվող համարվեմ, իրենք էլ մի քիչ վատ եմ զգում էլի դրանից, ասենք, հիմա այսքանից հետո դուք ձեզ ձայն կտայիք, կամ ես կստամ։ Ես կարծում եմ, որ դուք բավարար հիմք ստեղծեցիք, որ ագի մարդ ձեզ դատի տա եւ պատվի եւ արժանապատվության հայցով եւ ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ ուղակի դատի տան, որպեսզի դուք դեր լեզվի չափը իմանաք, որովհետեւ այդ մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրանք ձեզ դատի կտան եւ ես արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին պատասխանելը։ Հաջորդ հարց։ Շնորհակալություն։ Հաջորդ հարց։ Բայց այդ մարդկանց գնահատականն է դրան։ Ինչ չեք ուզում պատասխանել։ Այդ մարդկանց գնահատականն է։ Այնպես ինչպես նախկինում ունենք դուք գնահատական տալիս, իրենք էլ դες են գնահատական տալիս։ Անմակարան թուղթ։ Դուք ցավ դες Ես ընկերները հարցնա։ Մյուզեում։
Պարոն Փաշինյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանը այսուհետ այլ ընտրանքներ շատ է ունենալու։ Ես խնդրում եմ դուք ասեք, օրինակ, ելակ արտադրող եւ ծաղիկ արտադրող մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, դուք ինչ այլ ընտրանք եք առաջարկում, մարդիկ գնացել են, թույլ չեն տվել ապրանքը տանել, հիմա ինչ անեն, թափում էին ծաղիկը, այլ ընտրանքը որն է, այդ տնտեսվարողներին դուք ինչ եք առաջարկում։ Եվ տեսեք, դուք նշում եք, որ մենք մնում ենք ԵԱՏՄ-ում եւ դրա ֆոնին Հայաստանը վերջի շրջանում շատ զուզ առանց սրելու, առանց կոշտ հայտարարությունների արձագանքում է Ռուսաստանից եկող ամենօրյա կոշտ հայտարարություններին։ Հնարավոր է, որ դուք երեք հանրահավաքում Աբովյանում հայտարարեցիք, որ մնում եք ԵԱՏՄ-ում, դա ռուսական ճնշումների հետևանքեր, այսինքն ճնշել են Հայաստանին, Հայաստանը հասկացել է, որ խնդիրներ է լինելու, դրա համար հստակ երեք առաջի դեմքի մակարդակով հայտարարվեց այդ մասին։ Ինչ որ ես երեք ասել եմ մի տարի առաջ, դրանից առաջ, եւ ես երբեք չեմ հայտարարել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու այսօրվա մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամ լինելը եւ Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի process-ները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2035 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2040 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2026 թվի դեկտեմբերը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2027 թվի հունիսը, ժամանակացույց կտա։ Ես էլ եմ ասում, դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Այսինքն մեր պլանում ոչ մի բան չի փոխվել։ Ինչ վերաբերվում է ելակ եւ վարդ եւ այլ, եթե ձեզ թվում է, թե նախկինում խնդիրներ չեն եղել, դուք չարաչար սխալվում եք։ Այդ նույն խնդիրները անընդհատ լինում են եւ մեր բոլոր գործընկերներին ես 2018 թվականից այդ ուղերձը հղում եմ, որ բոլոր ապրանքները պետք է արտադրվեն ստանդարտներին համապատասխան։ Ցանկացած ապրանք, որ ստանդարտից դուրս է, մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ արտահանման աջակցել։ Մենք պատրաստվում ենք աջակցել բոլոր այն արտադրողներին, ովքեր ստանդարտներին համապատասխան արտադրանք են արտադրում։ Իսկ ստանդարտներին համապատասխան արտադրանքի համար 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում եւ այդ բոլոր շուկաները այսօր բաց են Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ընդհանուր Եվրամիության արտահանման դեպքում մաքսատուրքի վճարման աջակցության ծրագիր ենք ստեղծել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ստանդարտին համապատասխանող ապրանքի արտահանման որևէ խնդիր գոյություն չունի եւ մենք ինչպես նախկինում այսօր էլ շարունակելու ենք, որ մեր բոլոր ապրանքները, արտադրանքները լինեն ստանդարտին համապատասխան։ Էլ չեմ ասում, ես դες կարող եմ բերել 2022 թվի օրինակը, երբ որ մենք արտահանման խնդիրներ ունեինք։ Ոնց լուծեցինք մենք այդ խնդիրները, այսինքն խնդիրները լուծվեցին ինքնաբերաբար, որովհետև հսկայական աճ տեղի ունեցավ զբոսաշրջիկների եւ այն զբոսաշրջիկները, որ պետք է, չգիտեմ, օտար երկրների սուպերմարկետներից այդ ապրանքները առնեին, իրենք Հայաստանում են եւ դա ձեռք էին բերում Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա այս տարի, հենց հիմա Հայաստանում զբոսաշրջության բում է եւ Հայաստանի ներսում սպառումը էականորեն ավելանալու է։ Մենք պատկերացնում ենք լավ ենք առերեսվում այդ թվի հետ, թե ինչ է նշանակում զբոսաշրջության 34% աճ։ Այսինքն դա աներևակայելի թիվ է եւ ընդհակառակը մեր ներկրողներն, արտադրողներն պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ մարդկանց հոսքի ապրանքների ծավալը կարողանան ապահովել։ Եվ սա ճանապարհներից մեկն է 30% զբոսաշրջությանը սա ահավոր մեծ թիվ է, ել չեմ ասում երկաթուղիները բաց են, այդ թվում Եվրասիական տնտեսական միություն արտահանելու համար Ղազախստանի շուկան, որը ըստ էության մեզ համար համարյա անծանոթ եւ համարյա չօգտագործված շուկա է, Ղրղզստանի շուկան, հիմա հասանելիություն կլինի նաեւ Չինաստանի շուկան, այնպես որ այլ ընդհակառակը մենք վարել ենք եւ վարելու ենք դիվերսիֆիկացման քաղաքականություն, բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, թե արտաքին քաղաքականության ոլորտում, թե տնտեսության ոլորտում, թե մնացած այլ ոլորտներում։
Այլընտրանքը ստանդարտներին համապատասխանեցնելը չէ, միակ ձևն է ստանդարտներին համապատասխանեցնելը։ Այդ ստանդարտներին համապատասխանեցնելը, չհամապատասխանեցնելը այլընտրանք չէ, ընդհանրապես այդպիսի ընտրություն չկա։ Մենք X պահի Հայաստանի Հանրապետությունում էլ մենք կամաց ստանդարտները խստացնում ենք, որովհետև ով ասե, որ Հայաստանի Հանրապետության ներսում պետք է ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ վաճառվեն։ Մենք այս ընթացքում 100 միլիարդավոր դրամների աջակցություն ենք ցուցաբերում տնտեսությանը արդիականացման համար։ Այդ լիզինգի ծրագիրը, որ ասում ենք, հարյուրավոր միլիարդներ պետական բյուջեից գումարներ ենք դնում, որ արտադրությունները համապատասխանեն ստանդարտին։ Այսօր Հայաստանում չկա մի գործարան, որ դուք մտնեք եւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրանք նորագույն տեխնիկա, հոսքագծեր ձեռք բերած չլինեն։ Շնորհակալություն, Եվրոմեդիա 24։ Պարոն Փաշինյան, դուք դիտարկում եք եւ տրամադրված եք այն սցենարին, պարտության սցենարին։ Աշխարհում բոլոր չեմպիոնները մի օր պարտվում են։ Ինչպես եք պատկերացնում ձեր հունիսի 8-ի առավոտը առանց թիկնազորի, ոստիկանական ռեսուրսի եւ ձեր այն ռեսուրսները, որ ապահովում են ձեր անվտանգությունը եւ ինքնիշխանությունը։ Եվ երկրորդ հարցը, Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, որը տևեց 40 րոպե, նախորդ պլանավորված էր, թե վերջին զարգացումներով էր պայմանավորված։ Ես բազմիցս ասել եմ, եթե Հայաստանի ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Ինչ վերաբերում է Մարկո Ռուբիոյի այցին, Մարկո Ռուբիոյի այցը պայմանավորված է TRIP-ի շուրջ համաձայնագրի տեքստի վերջնականացման համաձայնեցման հետ։ Այսինքն մենք չգիտեինք համաձայնագրի տեքստը որն է համաձայնեցվելու։ Երբ որ համաձայնեցվել է, անհրաժեշտություն է առաջացել այդ համաձայնեցումը արձանագրել պաշտոնապես եւ դրանով այցը հենց արժևորում է առավել եւս դրանով, որ այդ առիթով, հենց այդ առիթով Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկել է Հայաստան, նախաստորագրել է եւ ստորագրման ու վավերացման հետագա ընթացքը ապահովելու համար։ Շնորհակալություն, իշխանություն։ Պարոն Փաշինյան, քարոզարշավի շրջանակում մի զազրելի խոսույթ է ԿՊ-ի կողմից, մասնավորապես ձեր եւ Սուրեն Պապիկյանի ներմուծվել քարոզարշավի այն քաղաքացիները, ովքեր ձեզ քննադատում են եւ ծառայել են, ասում եք, ինչու չեք զոհվել։ Շատերը ձեզ դատապարտում են հենց այդ խոսույթի համար, ինչը կրկնեց նաեւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բարձրամբյոնից։ Նույն քաղաքացիները հետաքրքրվում են, թե ինչու դուք չեք զոհվել, Սուրեն Պապիկյանը չի զոհվել, ինչու քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ պատգամավոր չի զոհվել, օրինակ ինչու չի ծառայել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին, Անդրանիկ Քոչարյանի որդին, եւ հայրը նրան անվանում է բարձրակարգ տղա, դրա համար չի ծառայել։ Ինչու չի զոհվել նա։ Լավ, Սասուն Միքայելյանը ինչու չի զոհվել։ Այս խոսույթը որքանով է ընկալելի եւ ընդունելի եւ ի վերջո իսկապես ինչու որևէ մեկը չի զոհվել։ Զորահանդեսի կազմակերպումը շատերը կապում են, ձեր ընդդիմախոսները կապում են քաղաքական քարոզարշավի հետ, քանի որ վերջին անգամ զորահանդես տեղի է ունեցել 2016 թվականին եւ 10 տարի անց հենց ընտրություններից 10 օր առաջ կազմակերպելը առնվազն քաղաքական նպատակ է հետապնդում, ինչպես սրան կարձագանքի եք։ Շնորհակալ եմ։ Սասուն Միքայելյանը վիրավորվել է եւ օրինակ երեկվա հանրահավաքի ժամանակ ինքը ժամանակ առ ժամանակ ստիպված էր բեմից իջնել, որովհետեւ չէր կարող կանգնել բեմին, նա ծանր վիրավորում ստացել պատերազմի ընթացքում։ Ինչ վերաբերում է խոսույթին, այդ խոսույթը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի պսևդո էլիտային եւ նրանց հարակից շրջանակներին եւ դա ճիշտ խոսույթ է, որովհետեւ նրանք քիչ չի փախել են, բառիզբուն իմաստով փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին եւ նրա Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո, եւ ես ասել եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք որպես այդպեսին իրավունք չունեն։ Եվ այո, այդ մարդիկ պետք է պարզաբանեն, հասուն տղամարդիկ, որ այսօր եկել են Հայաստանում, ասում են Ղարաբաղի հարցը եւ այլն, ինչ որ բաներ են պատմում, իրանք որտեղ են եղել։
Իրանք բացի փախնելուց ուրիշ ինչով է զբաղվել։ Ոչ մի բանով։ Եվ այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել եւ չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի բaragայում չզոհվեն։ Ես էլի ասում եմ, որ իմ որդին, իմ որդու մոտ արկից խրամատից իր հետ ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում եւ դա դարձել է շատ բաների առարկա, շատ քննարկումների առարկա։ Այդ Ղարաբաղի պսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են ու եկել են էլի Հայաստան ուզում են ներքաշեն կոնֆլիկտի մեջ, այո, իրանք պետք է պարզաբանեն։ Էլի ասում եմ, խոսքը վերաբերվում է այդ թվում Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում շարունակել պահել։ Եվ ես երեք էլ ասացի, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահելը ունեցել է մի նպատակ։ Հայաստանի պետականությունը ծնկի բերելը մեղրիով միջանցք ստանալուց հետո։ Մեղրիով միջանցք տալուց հետո։ Մենք այդ բոլոր պլանները ձախողել ենք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Մեղրին եւ Սյունիքը հանձնելու պլան ա եղել, որը հրապարակված է։ Մենք այդ դուք ձեր հարցը չեք ավարտել։ Ինչքան է պետք ասեք ավարտեք, ես կպատասխանեմ։ Ավարտեք ձեր հարցը։ Վստահ եք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Սյունիքը եւ Մեղրին հանձնելու պլան ա եղել։ Այդ պլանի իրագործման համար ա տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը եւ ես հպարտ եմ, որ այդ պլանը խափանել է։ Եվ այո, Ղարաբաղի պսևդոէլիտայի բոլոր ներկայացուցիչները պետք է պարզաբանեն, թե ինչու իրանք չեն զոհ, ինչու առաջնագծում չեն եղել, ինչու են փախել։ Այո, ես նրանք անվանում եմ փախածներ, եւ այդ մարդկանց կոնկրետ ցուցակը կա։ Եվ հետո ես կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի պատկերը ավելի պարզ լինի։ Այսօր նրանք Ղարաբաղի մեր ժողովրդին չեն թողում տնավորվեն։ Մենք պլանավորել ենք առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որ այդ ժողովուրդը վերջո տնավորվեն, հանդարտվեն, հանգստանան, պանդուխտի եւ գաղթականի հոգեբանությունից դուրս գան, բայց այդ փոքր փախած պսևդոէլիտա չի ուզում հանգստալ ժողովրդին։ Հետևաբար այդ պսևդոէլիտայի գործունեությունը պետք է զրոյացվի, որպեսզի հանգիստ թողեն։ Իրանք Ղարաբաղում մարդկանց պատանդ են պահել չի, հիմա էլ Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ուզում են Հայաստանում պատանդ պահել։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ նրանք այո պիտի պարզաբանվեն եւ այդ թվում ապօրինի գույքի բռնագազման համակարգով հատ-հատ այդ տասնյակ եւ հարյուրավոր տները ձեռներից առնելու ենք, հատ-հատ։ Եվ առաջիկայում դա անպայման տեղի է ունենալու եւ ես այդ թվում դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդից միջավայրից, Ղարաբաղի ժողովրդից։ Եվ այդ պսևդոէլիտայի ներկայացուցիչները Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի առաջ դեռ պետքա պատասխան տան։ Շնորհակալություն, զորահանդեսի մասով հարցեր կան, որ այս Զորահանդեսի պատմությունը ես արդեն հրապարակային ելույթներում անդրադարձել եմ։ Դուք գիտեք, որ արդեն տարիներ մեզ մեղադրում են բանակը քանդելու, բանակով չզբաղվելու, բանակում բարեփոխումներ չանելու, դրա փոխարեն օտար երկրներում տներ առնելու, կոռուպցիայի մեջ, բայց ես էլի շատ պարզ օրինակ եմ վերում 91 թվականից ի վեր Հայաստանի հրետանու առանցքային միջոցը եղել է D30 հրանոթ, այսինքն D30 հրանոթը եղել է մեր հրետանային թիվ 1 միջոց։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության D30 հրանոթ ստացել է 2023 թվականին եւ դուք այսօր D30 հրանոթները տեսաք Հանրապետության հրապարակով անցնելիս։ Եվ էլի ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանը երբ որ ժամանակին ասում էր 80-ականների զենքեր գլուխ էր գովում։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել 18 թվի դրությամբ։ Մեր սպառազինության 70 եւ ավել տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Ուրիշ բան, դուք տեսաք D30 հրետանին եւ տեսաք ուրիշ հրետանային միջոցներ։ Ես երեք
Հայաստանի քաղաքացիներին էլ էի խորհուրդ տալիս, ասելով որ մենակ իրանց ֆիզիկական չափերը համեմատեք եւ ձեզ համար պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մենք ի վերջո չենք կարող 1, 2, 3 բանավոր բազմիցս ընդդիմությանը նաեւ ասել ենք որ եկեք գնանք, հրավիրում ենք, եկեք տանենք ցույց տանք։ Դադարեցրեք այդ շահարկումները եւ դադարեցրեք այդ շահարկումները, բայց նրանք այդ թվում այդ գործոնը, թե իբր Հայաստանը անպաշտպան է, թե Հայաստանը բանակ չունի, թե իրենք բանակ են ստեղծել, մենք բանակը քանդել ենք, իրանց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված։ Այդ որ ասում են կոնսերվի կոկոշները մենակ բարեզբուն իմաստով կոնսերվի կոկոշներին չի վերաբերում։ Սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի։ Իսկ այսօր դուք հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, եւ որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։ Մեկը կարա հաշվի, քանի միլիարդի զենք է անցել այսօր հանրապետության հրապարակում, քանի միլիարդ դոլարի զենք է անցել Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի եւ չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են պետական պարտքը ավելացրել ենք։ Ընդ որում շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթ եւ այս փաթեթ։ Դու չես կարող, դա սուպերմարկետ չի, որ գնաց քարտը բանոն ես, ասես ես վերցնում եմ, որովհետև մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը, իրանք ասում են, այս մեխանիզմով եթե ուզում եք վերցրեք, որովհետև այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են կամ եւ այլն, այսինքն այդտեղ հազար ու մի բարդություն եւ հազար ու մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել եւ պետք էլ չի որ խոսենք։ Այդ ով էր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը բան ենք արել, կրկնապատկել ենք կամ չգիտենք ինչ։ Ահա, խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Ու էլի ասում եմ, պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այնա, որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ։ Մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, ասինքն ասվել է, որ վարկ վերցրեք եւ առեք, որովհետեւ իրենք ունեն իրենց ռազմարտությունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ։ Հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են։ Եվ ամբողջ այն ինչ որ խոսվում է պետական պարտքի մասին, երկրորդը հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը կառուցվում է այսինքն դա ի սկզբանե առաջին օրից երբ որ պլանավորված ա եղել, դա պլանավորված ա եղել, որ դա վարկային միջոցներով պետք է արվի։ Եվ դա Հայաստանի իրավական դե յուրե պարտավորությունն է, որ պետք է վարկային միջոցներով արվի։ Այսօր նախ հյուսիս-հարավի մի կտորը կառուցվել է, եւ այսօր Ագարակ քաջարանն է կառուցվում, հիմա շարունակությունը կլինի, հիմա Բարգուշատի թունելը կլինի, հիմա Սիսյան քաջարանը կլինի։ Այսօր Հայաստանում ամենաերկար Հայաստանի պատմության եւ հայ ժողովրդի պատմության մեջ ամենաերկար կամուրջն է կառուցվում։ Բայց մարդիկ որ ասում են Մեղրին տալու են, Սյունիքը տալու են, Սյունիք տվող Քոչարյան եկել էր մեզ մեղադրում է Սյունիք, մի հատ էլ ասում է որ իմ հաղթանակը ձեռից եթե ինչ անեն, խլեն։ Եթե խլելու բան կա, մենակ քո բանտը ձեռից կարան խլեն, դա կարծում եմ այս անգամ չի ստացվի։ Այն մյուսները, որ ասում եք բանը, Ծառուկյանը ասում ապացուցի, որ շպիոն է։ Բայց շպիոնին օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Ինքը գործակալ է։ Այդ ժարգոնն էլ ասում եմ, որ մի հատ խելքդ գլուխդ հավաքի։ Խելքդ գլուխդ հավաքի, լավ այդ քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան գագի։ Պատրաստվի արած ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։
եւ պատրաստվի, որ դղյա կտել դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչեւ 2031 թիվ։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Հաջորդ հարցը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կրկին ուզում եմ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից ես հարցնել, երեք այդ պաշտոնական ծանուցումը հայտարարությունը, որ հնչեց Մոսկվայից գազային պայմանագրի վերաբերյալ, ասվեց, որ նամակը ուղարկվել է, ես ուզում եմ դուք մանրամասնեք արդյոք Հայաստանին ծանուցվել է, որ 2013-ի գազային պայմանագրի պայմանները վերանայվելու եւ գազը օրինակ թանկանալու է, ինչի մասին իրենք ակնարկում են, եթե ոչ, ապա ինչի մասին է նամակի բովանդակությունը։ Այս սցենարի դեպքում Հայաստանը պատրաստ է ֆինանսապես գազը թանկ գնով ձեռք բերել Ռուսաստանից։ Երեք դուք հարթակներից քարոզարշավի ընթացքում ասում էիք, որ այդ բոլոր խնդիրները կլուծեք հունիսի 7-ից հետո։ Սա արդյոք նշանակում է, որ դուք ուղիղ կապ եք տեսնում ընտրական process-ի եւ Ռուսաստանից հնչող այս հայտարարությունների միջև, եթե այո, ապա ինչի համար եւ ինչ նպատակով են այդ հայտարարությունները հնչում եւ որ վստահություն ունեք, որ խնդիրները կլուծվեն, խնդրեի նաեւ դա մանրամասնեիք, ինչպես եք համոզված, որ կլուծեն։ Ես Ռուսաստանի նախագահի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ եւ առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք բարձրաբանման կարիք ունեն եւ նաեւ Ռուսաստան Կրեմլը պաշտոնապես հանդես է եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որոնք պետք է բարձրաբանվեն, այո, այդ հարցերը կբարձրաբանվեն։ Ես հասկանում, ես նախկինում էլ ասել եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Եվ ես դա տրական տրանսֆորմացիա եմ համարում եւ երեկվա հանրահավաքներում, հանդիպումներում ես նաեւ դրան եմ արձագանքել, ասելով, որ Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանում։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Ինչ վերաբերվում է 2013 թվականի պայմանագրին մնացած հարցերին, այս ընթացքում շատ process-ներ են եղել, մարդիկ տեղակել չեն եղել։ Եվ մենք, այսինքն նմանատիպ process-ներ այս ընթացքում մի քանի անգամ եղել են։ Մի քանի անգամ։ Բայց Հայաստանի քաղաքացին ոչ մի անգամ չի զգացել դա, որովհետեւ մենք աշխատել ենք, աշխատանքային կարգով լուծումները գտել ենք։ Ես համոզված եմ, որ այս անգամ էլ լուծումները կգտնենք։ Ինչու եմ համոզված, այդ թվում եմ պատճառով, ասել եմ, որովհետեւ ես մի հատ պաշտոնյան եմ, ով Եվրասիական տնտեսական եւ միջկառավարական խորհրդի անդամ է, եւ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Ես ուզում եմ մենք պատկերացնենք այս լծակի մասշտաբը եւ այդ լծակի ընձեռած հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ այս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել բոլոր հարցերի լուծումները։ Հայաստանի Հանրապետության տնտեսության, ինչպես ասացի, ոչ մի բան չի սպառնում։ Հայաստանի Հանրապետության տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ։ Եվ այո, կա գործոններ, որոնք որոշակի նյարդ են առաջացնում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ես ձեզ հետ այս ֆորմատով խոսել եմ, մասնավորապես երկաթուղու հետ կապված խնդիր, որովհետև մենք պիտի այս պատմական շանսը օգտագործենք։ Ես դրա մասին խոսել եմ, ես համոզված եմ, բովանդակությունը հիշում եք ինչի մասին էր խոսքը, մենք այդ օրակարգից չենք պատրաստվում հրաժարվել, որովհետև մեր սեփական երկաթուղին մենք չենք կարող թողել, որ ինքը կներեք մնա մետաղի ջարդոնի կարգավիճակով։ Ինքը տարանցման մեծ պոտենցիալ ունի եւ ելի մենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնվեն։ Եվ մենք կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում էլ այնպես չի, որ էլի ես խոսում եմ, որ մենք մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ենք եւ մենք Հայաստանում Ռուսաստանի շահերին չենք դիպչում։ Եվ ես պատմել եմ բրիֆինգում, էլի, որ բարձրագույն մակարդակով ես հարց տվել եմ, ասել եմ տվեք ցույց տվեք կոնկրետ օրինակը, թե որտեղ մենք ձեր շահերին վնասել եւ պատասխան չի ընչել։ Հետևաբար կարող են լինել էմոցիոնալ, երբեմն սադրանքների տրված հայտարարություններ, բայց մենք ներվի մեջ չենք մտնելու, մենք ասել ենք, որ Ռուսաստանի հետ
լեզվակռվի բանավեճի մեջ չենք մտնելու եւ ընդհակառակը աշխատանքային կարգով բոլոր այդ թվում ամենապրոբլեմատիկ հարցերը քննարկելու ենք, բայց մենք չենք պատրաստվում նաեւ հրաժարվել մեր ռազմավարությունից Հայաստանը այլևս չի մտնելու մի վիճակի մեջ, որ այլընտրանք չունի, չի լինելու այդպիսի վիճակ այլևս երբեք, որևէ հարցում, կլինի տնտեսական, կլինի քաղաքական, կլինի անվտանգային, կլինի արտահանման, կլինի ներմուծման։ Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ այն, որ մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում են փաստի վրա, որ երբ որ հայտարարություններ են հնչում, որոնք իրենց խորքում սպառնալիք են պարունակում, տնտեսական կամ որևէ այլ, այդպիսի հայտարարությունները եւս մի փաստարկ են, որ X պահի պետքա որոշումներ կայացնել եւ բալանսի բերել բոլոր հարաբերությունները, այդ թվում եւ տնտեսական։ Նամակի մասին ասեցի, այդպիսի նամակներ մենք այդպիսի նամակներ մեզ համար նորություն չէ։ Վերջին 8 տարում մենք այդպիսի նամակներ մի քանի անգամ ստացել ենք եւ այդ նամակների շուրջ աշխատանքի մեր փորձը, ձևաչափերը եւ բանաձևերը ունենք եւ նախկինում այդ փորձը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Մենք այդ նամակներից մի անգամ չենք ստացել, մենք այդ նամակներից ստացել ենք մի քանի անգամ, վերջին 8 տարում մի քանի անգամ։ Ես գոնե 3-4 նման դեպք հիշում եմ։ Պարոն Փաշինյան, մոտ 1 շաբաթ առաջ միջադեպ տեղի ունեցավ ձեր եւ Արթուր Օսիպյանի միջեւ։ Հիմա նա միանգամից 3 հոդվածներով մեղադրվում է եւ երկամսյա տնային կալանքի տակ է, բայց պարոն Փաշինյան, ձեր ուղիղ եթերում չկան ինչ որ վիրավորական արտահայտություններ, խուլիգանական դրսևորումներ Արթուր Օսիպյանի կողմից, ընդհակառակը նա էր փորձում հանդարտեցնել իրավիճակը եւ ձեզ էր հորդորում հանգիստ խոսել եւ ձեր ուղիղ եթերից դուրս արդեն լրատվականների կադրերով մենք տեսնում ենք, թե ինչպես են ՊՊԾ աշխատակիցները Արթուր Օսիպյանին հեռացնում այդ տարածքից։ Խնդրում եմ ասեք, ինչը ձեզ հունից հանեց եւ նա պնդում է, նրան ճանաչողները պնդում են, որ նա չունի որևէ կապ չի ունեցել իշխանության հետ, էլիտայի հետ որևէ կապ չունի եւ դուք նրան փախած անվանեցիք։ Հիմա նա երևի տեղյակ եք, որ հացադուլի մեջ է եւ ասել է, որ հացադուլը կդադարեցնի այն դեպքում, երբ որ դուք ներողություն խնդրեք իրենից, իրեն փախած անվանելու համար եւ նրան ճանաչողները նաեւ նշում են, որ նա սկզբունքային է եւ եթե չդադարեցնի, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ուզում եմ հարցնել, արդյոք պատրաստվում եք ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից եւ եթե ոչ, ապա չեք կարծում, որ նրա հետ եթե ինչ-որ մի բան պատահի, դուք մեղքի զգացում կունենաք այդ ժամանակ, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտեղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել է Ղարաբաղի հարցը առաջ տան։ Որտեղ է կռվել։ Որտեղ ա եղել ինքը ընդհանրապես պատերազմի ժամանակ։ Նա պետք է ներողություն խնդրի եւ իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները, գիտեք, մենք չգիտենք իր եւ Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն ձեզ թվում է, որ մենք տենց բան, հա, միամիտ ենք։ Ինքը եւ պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ process-ը եւ Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ, որտեղ է կռվել ինքը, որտեղ է եղել ինքը եւ իր նմանները։ Այո, ինքը եւ իր նմանները, ել եմ ասում, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային։ Նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահում մի հատ Ղարաբաղում, Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ Հայաստանում են պատանդ պահում Ղարաբաղի ժողովրդին։ Իրանք էլ չեն դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար եւ ուրիշներին հորդորում են, որ չդիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Շնորհակալություն, հաջորդ հարցը օրագիր։ Պատասխանեցի ես ձեր հարցին, բավարարվեք իմ տված պատասխանը։ Շնորհակալություն, օրագիր։ Պարոն Փաշինյան, դուք եւ ձեր թիմակիցները ընդդիմադիր ուժերին մեղադրում եք կաշառք բաժանելու մեջ, պնդում, որ կաշառք բաժանողները պետք է խստագույնս պատժվեն, բայց հիշեցնեմ 2017 թվականի Երևանի ավականընտրությունների ժամանակ
Դուք քաղաքացիներին խոստանում եք, եթե որ այն քաղաքացիները, որոնք կաշառք չեն վերցնի եւ ելք դաշինքի օգտին կքվեարկեն, ձեր հաղթանակի դեպքում Երևան քաղաքի բյուջեից 15,000 դրամ կստանան եւ պնդում եք, որ բյուջեն քաղաքացիների սեփականությունն է եւ նման հատկացումներ կարող են լինել։ Շատերը պնդում են, ինչ է ստացվում, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին կարելի էր կաշառք բաժանել բյուջեից, իսկ վարչապետ Փաշինյանի հակառակորդներին ոչ, եւ եթե պնդեք, որ ձեր խոստացածը կաշառք չէր, կխնդրեմ պատասխանեք, ինչպես կարձագանքեք, եթե հիմա ընտրապայքարի դուրս եկած ուժերը մարդկանց խոստանան, եթե իրենց օգտին քվեարկեն, պետական բյուջեից գումար կստանան։ Դրանից հետո նրանք քանի ժամ ազատության մեջ կմնան եւ մյուս հարցս ճեպազրույցներից մեկում դուք նշեցիք, որ 44 օրյա պատերազմի մասին չկա մի բան, որ ժողովրդին հայտնի չէ։ Այնուամենայնիվ պատերազմից 5.5 տարի անցել եւ մեր բոլոր զոհերի անուն ազգանունները դեռ չեն հրապարակվել, ինչը մանիպուլյացիաների դաշտ է բացում եւ տարբեր շրջանակներ տարբեր թվեր են նշում 5000 զոհ, 4000 զոհ, մի առիթով էլ դուք պլյուս մինուսով մի թիվ նշեցիք եւ քննադատվեցիք եւ այսպես շարունակ։ Վերջին շրջանում ձեր թիմակիցները նշում են, որ զոհերի անունները հրապարակվել են Զինապահ հիմնադրամի կայքում, սակայն այսօր առավոտյան ես եւս մեկ անգամ այդ կայքը ուսումնասիրեցի եւ այնտեղ գտա 3251 զոհվածի անուն, ու եթե հաշվի առնենք ՔԿ-ի նշած 3833 թիվը, ապա այդ դեպքում էլ 582 զոհվածի անուն ազգանուն այդ կայքում դեռևս հրապարակված չէ։ Բայց հանրությունը, ժողովուրդը իրավունք ունի իմանալ իր զոհերի անուն ազգանունները։ Ի վերջո երբեք մեր բոլոր զոհերի անուն ազգանունները հրապարակելու եւ վերջ տակ այս շահարկումները։ Շնորհակալություն։ Ձեր առաջի հարցի վերաբերյալ մենք հենվում ենք իրավապահ մարմինների, այսինքն լիազորություն ունեցող մարմինների գնահատականի վրա։ Եվ ձեր նշած ժամանակահատվածում էլ իրավապահ համակարգը ազատ էր գնահատական տալու։ Այդ իմ հայտարարությանը իրավական գնահատական չի տրվել, հետեւաբար սրանով որևէ մեկնաբանություն անելու առիթը սպառված է։ Ինչ վերաբերվում է մեր նահատակների անվանական ցանկին, Զինապահ հիմնադրամը այնտեղն է, որտեղ հրապարակվում են այդ անունները։ Ուրիշ տարբերակ եւ ուրիշ մոդել չկա։ Եվ հետեւաբար զոհվածների անունները հրապարակված են։ Եթե Համեն դեպս գիտեք ինչ, ամեն մարմին պետք է մնա իր գործողությունների եւ լիազորությունների շրջանակում։ Մարմինը ստեղծված է, կառույցը ստեղծված է այդ գործառույթը, որպեսզի շահառուների ցանկը ներկայացնի։ Գիտեք, որ պատերազմի հետևանքով զոհվածները Զինծառայողների ապահովության հիմնադրամի շահառուներ են եւ հետեւաբար անունները պետք է հրապարակվեն եւ հրապարակված են այնտեղ։ Սրանով ես չեմ կարող մեկնաբանություն անել, որովհետև ես չեմ կարող հենվել ձեր բանավոր խոսքերի վրա։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հրապարակ։ Պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ Ծառուկյանի Սարի գլխի տունը դարձնելու եք ծերերի խնամքի կենտրոն, այդ տրամաբանությամբ ինչու Գոլդեն Փելեսը, Հովիկ Աբրամյանի մոնումենտի դղյակը չդարձրեցիք ծերանոց, այն գնաց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, չեք կարծում, որ մարդկության հավասարության կանոնը խախտվում է, մինչ ձեր թիմակիցները, մարզպետներ, նախարարներ, համայնքապետներ ձեր համար քարոզարշավ են իրականացնում, ձեր հիմնական մրցակից Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ֆիզիկապես չի կարող մասնակցել քարոզարշավին, բակային հանդիպումներ ունենալ, թաղային հանդիպումներ ունենալ։ Շնորհակալություն։ Ձեր նշած անձը կալուգացի օլիգարխը ոչ պատգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու է։ Այսինքն դուք խոսում եք գործող անցնող ամբաստանյալի մասին։ Այդ մարդը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ էլ պատգամավորի թեկնածու է, ոչ էլ կարող է լինել այդպեսին։ Ինչ վերաբերվում է մարզպետներին, համայնքների ղեկավարներին, նրանք քարոզության մեջ ներգրաված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ինչ վերաբերվում է ապօրինի գույքի պոտենցիալ մնացած դեպքերին, որոնց մասին դուք խոսում եք, այդ ամեն ինչով վարույթներ են հարուցված եւ այդ վարույթները քննվում են եւ հետաքննվում են։ Այդ թվում ձեր նշած դեպքը, ես ինչքան գիտեմ, քննության առարկա է
Եվ ես նաև նման դեպքերը նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք շատ հաճախ չենք կարողանում արագ արդյունքների հասնել, որովհետև պայմանական ասած մաֆիան դեռ շարունակում է որոշ տեղեր շոշափուկներ ունենալ եւ մենք այդ շոշափուկները կտրելով գնում ենք առաջ եւ շարունակելու ենք այդ շոշափուկները կտրելով գնալ առաջ, որպեսզի մեր առաջ դրած խնդիրը լուծենք։ Իսկ մեր առաջ դրած խնդիրը հետեւյալն է, որ մենք պետք է թալանվածը կոպեկ առ կոպեկ կամ լումա առ լումա ետ վերենք եւ ուզում եմ հիշեցնել, որ տարբեր մեխանիզմներով էլի հեղափոխությունից ի վեր, այդ թվում ստվերային տնտեսության կրճատման, ապօրինի գույքի եւ համայնքային շահերի պաշտպանության համատեքստում արդեն շուրջ 8 միլիարդ դոլարի դրամական միջոցներ եւ գույք վերադարձվել են պետությանը եւ համայնքներին, այդ թվում Գագիկ Ծառուկյանի կամ Ծառուկյան Գուրոյան ընտանիքին պատկանող գույքերը, որոնցից մեկը Կոտայքի նախկին մարզպետի առանձնատունը շուտով կդառնա ծերերի խնամքի կենտրոն։ Շնորհակալ եմ։